Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք Գերագույն Աստծո անձնավորության պատասխանը Տեր Բրահմային։ Ինչպես տեսանք, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը շատ լուրջ բաներ ասեց Տեր Բրահմային, առաջի հերթին խոսակցությունը գնաց նրա մասին, որ եթե որևիցե մի կենդանի էակ ինքը որևիցե մի այսպես նախասահմանում ունի, դա արդեն իսկ իծն է, դա արդեն իսկ նշանակում է, որ իրեն այդ նախասահմանումը վստահված է։ Երկրորդ հարցն է, որ ազնվորությունը ինքը կարող է իր նախասահմանումը արհամարել, իսկ կարող է գնալ այդ նախասահմանության հետևից եւ այն իրականացնել։ Նախասահմանումը ինքը իրականում լինում է երկու տեսակի։ Կան նախասահմանումներ, որոնք իրենք շատ հեշտ իրականանալի են։ Կենդանիեք իակին բերում են փառք, պատիվ, նյութական բարգավաճություն եւ այլն եւ այլն։ Իսկ կան նախասահմանումներ, որոնք իրենք բազմաթիվ խոչընդոտների պիտի հանդիպեն, հա, որովհետեւ ասենք դա նախասահմանումներ են, որոնք իրենք բան են էլի, իրեն առաջադեմ են, հա, եւ երբ որ գալիս է առաջադեմ որևիցե մի նախասահմանում, ապա աշխարհի բոլոր կոնսերվատիվ ուժերը սկսում են դիմադրել։ Ինչու՞, որովհետև արդեն իսկ ավանդապես հաստատված երևույթներում, այսպես ասեմ, շատ մարդիկ իրենք արդեն տեղավորվել են, այդտեղ իրենք ապահովում են իրենց բարեկեցությունը, հա, իրենց ազդեցությունը եւ այլն եւ այլն։ Եվ ոտք դնել դեպի նոր դաշտ միշտ լինում է շատ բարդ գործ։ Եվ այդ պատճառով հատկապես աստվածամերժության դարաշրջանում, որտեղ հիմնական գոյավիճակը դա տգիտության գոյավիճակն է, այսինքն այստեղ ծնվում են կենդանիակներ, որոնք իրենք սկզբունքորեն չգիտեն սևը սպիտակից տարբերել, հա, ինչպես դա պնդում են արիացիները, եւ բացի դրանից, որ չեն կարողանում տարբերել, նո ես միշտ ասում եմ, իրանք ունեն մի սարսափելի որակ, որից անձամբ ես աշխարհում ոչինչից ավելի շատ չեմ վախենում, քան դրանից։ Ուրեմն հերիք չի, որ իրենք սևը դնում են սպիտակի տակ սպիտակը սևի, նաև դրա հետ միասին ուղղակի համոզված են, որ գիտեն ճշմարտությունը։ Եվ այդ հողի վրա ուրեմն հիմնականում լինում են այն ազնվորությունները, որը մենք սովորաբար կոչում ենք ֆանատիկներ։ Եվ իհարկե կարողանում ենք հասկանալ, որ աշխարհում բոլոր անարդար առնահեղությունները իրականացրել են հենց ֆանատիկները։ Հիմա զորիներ, չէ՞։ Եվ ուրեմն Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը խոսեց նախասահմանման մասին, մենք ձեզ հետ խոսեցինք, որ նախասահմանումը ինքը կարող է լինել երկու տեսակ, հա, հեշտ իրականացվող եւ դժվար իրականացվող, եւ կարող է լինել նշանակալից եւ ոչ այնքան, հա, եւ կախված նրանից, թե ինչպիսի մասշտաբի նշանակալից ուրեմն բան ունի, կենդանիակը նախասահմանում ունի, ինքը կարող է դառնալ գոռոզության զոհ։ Սա ինքը շատ կարևոր կետ էր եւ որտեղ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ասեց, որ եթե դու քո նախասահմանումը կատարում ես զգայարանները զսպված վիճակում, հա, եւ կենտրոնացած իմ վրա, արդեն այդ երկու գործոնները բավական են, որ դու երբեք չտրվես ուրեմն փառասիրությանը։ Ինքը ասեց կրքերի աղտոտվածությունը երբեք քեզ չի պղծի, հա, բայց կրքերի գոյավիճակը ինքը հենց ուրեմն իրականում հենց այդտեղ է, որ կենդանիակը ինքը գոռոզություն է զարգացնում եւ հատկապես փառաբոլություն, այսինքն երբ որ փառքի կարիք ունի։ Առաքինության գոյավիճակի ազդեցության տակ անձնավորությունները իրենք սովորաբար ցուցաբերում են շատ այսպես հավասարակշիռ պահվածք, անկախ նրանից, թե ինչպիսի հաջողության են հասնում դեռ իրենց կենդանության օրոք։ Անկախ դրանից իրենք
միշտ կատարում են իրենց նախասահմանումը եւ դա իրականում ոչ թե միայն նշան է, որ անձնավորությունը ինքը առաքելության գոյավիճակի ազդեցության տակ է, դա ամենացածր մակարդակն է, դա արդեն կարող է լինել նշան, որ իրականում մենք գործ ունենք անձնավորության հետ, որը ինքը տրանսցենդենտալ է։ Եվ ուրեմն, սիրելի դերս, չէ, Գերագույն Աստծո ազնվորությունը շարունակում է խոսել Տեր Բրահմայի հետ, եւ ես կարդամ տեքստերը, մենք քննարկենք այն, ինչ պիտի այսօր քննարկենք։ Երրորդ երգ, 9-րդ գլուխ, 41-րդ տեքստ։ Գիտակ տրանսցենդենտալիստների կարծիքով բոլոր ավանդական բարեպաշտ գործունեության տեսակների, ասկեզաների, զոհաբերությունների, բարեգործության, միստիկ յոգայի, մեդիտացիայի եւ այլնի գերագույն նպատակը ինձ գոհացնելն է։ Ես յուրաքանչյուր կենդանի էակի գերհոգին եմ, ես բոլոր կենդանի էակների գերագույն տիրակալն եմ եւ ամենաթանկ բանը, որ կենդանի էակն ունի։ Միայն թյուրիմացությամբ են մարդիկ կապված կոպիտ եւ նուրբ մարմիններին, քանի որ իրականում նրանք պետք է կապված լինեն միայն ինձ։ Հետևելով իմ հրահանգներին դու հիմա առաջվա պես կարող ես կենդանի էակներ աշխարհ բերել, օգտվելով վեդայական իմաստության, քո ամբողջական գիտելիքից եւ մարմնից, որը ստացել ես ինձնից, գոյություն ունեցող ամեն ինչի գերագույն պատճառից։ Ինչպես տեսնում ենք, այստեղ հնչում են տեքստեր, որոնք իրականում, եթե մենք դիտարկենք ոչ կրոնական մարդու տեսանկյունից, իրենց մեջ ենթադրում են ինչ-որ հենց գոռոզության սիմպտոմներ, չէ՞։ Ես միշտ ասել եմ ձեզ այս ամբողջ ընթացքում, չէ, որ իշտորիվ արիացիների գաղափարախոսության ես Գերագույն Աստծո ազնվորությանը ճանաչել եմ որպես մի անձնավորություն, որը իր բնավորությամբ այո, ինձ գերել է։ Եվ այդ բնավորության, այսպես էլի, ցայտուն գծերից մեկը այն է, որ Գերագույն Աստծո ազնվորությունը կենդանի էակներին երբեք չի առաջարկում այնպիսի սկզբունք, որին ինքը չի հետևում։ Եվ հիմա այստեղ հնչեցին տեքստեր, որոնք իրենք իրականում հնչում են բոլոր կրոնական տեսությունների մեջ։ Բոլոր կրոնական տեսությունների մեջ նա, ով հիմնել է այդ կրոնական շարժումը, խոսում է նրա մասին, որ ինքն է միակ ճանապարհը։ Այդպես է ասում Հիսուսը, այդպես է ասում Մուհամմեդը, հիմա այդպես ասեց Քրիստոն, դա կներեք արարիչը, հա, եւ հիմա մենք եկեք տեսնենք, թե այստեղ ընդհանրապես ինչի մասին է խոսքը։ Ուրեմն, ինչ ասեց Գերագույն Աստծո ազնվորությունը։ Իրենք ասեց. գիտակ տրանսցենդենտալի կարծիքով։ Ովքեր են տրանսցենդենտալիստները։ Տրանսցենդենտալիստները դրանք այն անձնավորություններն են, որոնք 3 գոյավիճակների ազդեցությունից դուրս են գտնվում։ Այսինքն, իրենց սրտում չկա ոչ ատելություն, կողմնակալ, այսինքն ոչ անարդար ատելություն, ոչ անարդար կապվածություններ, ոչ էլ անարդար բարիություն մարմնի հանդեպ։ Տրանսցենդենտալիստները իրենք շատ լավ գիտակցում են կենդանի էակի նյութական գոյության քաշը, կշիռը, եթե կարելի է այսպես ասել, չէ՞, եւ ուրեմն միշտ հետևում են հոգու շահերին։ Եվ հիմա Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ասում է, որ այդպիսի անձնավորությունները, որոնց համար նյութական ամեն ինչը արդեն արժեզրկված է, չէ՞, իրանք ունեն մի կարծիք, որ հիմա ավանդական բարեպաշտ գործունեության տեսակները։ Այսինքն մենք այստեղ թվարկվում են իրականում կրոնականության այն ճյուղերը, որոնք իրենք ապահովում են հիմա
Կենդանի էակի պաշտպանվածությունը նյութական աշխարհում կամ ապահովում են կենդանի էակի հաջողությունը, այսինքն երջանկությունը նյութական աշխարհում, հա, որովհետև այդ ինչ որ խոսեց բարեպաշտ գործունեության մասին, մենք հիմա ձեզ հետ մեր շաբաթօրվա սեմինարի ժամանակ կակրաս քննարկում էինք այդ բարեպաշտ գործունեությունները, չէ՞, թե ինչ է համարվում բարեպաշտ գործունեություն։ Եվ ուրեմն մենք ձեզ հետ տեսանք, չէ, որ բարեպաշտ գործունեությունը ինքը մարդու համար կամ կենդանի էակի համար ապահովում է լավ ճակատագիր նյութական աշխարհում։ Իսկ տրանսցենդենտալիստները իրենք համարում են, որ իրականում կենդանի էակը ինքը պետք է կատարի բարեպաշտ գործունեություն, ոչ թե նրա համար, որ լավ ապրի նյութական աշխարհում, այլ որ գոհացնի Աստծուն։ Հա, ինչի մասին է այստեղ խոսքը։ Բարեպաշտ գործունեությունը, դա ինչպես մենք ձեզ հետ տեսանք, չէ, իր մեջ պարունակում է բարի եւ հարգալից վերաբերմունք ուրիշ կենդանի էակների հանդեպ։ Այսինքն, կիրառել բարիություն բոլոր այն կետերում, որտեղ որ կենդանի էակները իրենք մեզանից ավելի թույլ են կամ մեզանից ավելի ցածր դիրքում են գտնվում։ Հասկանում եք։ Հիմա, իսկ ի՞նչն է համարվում, ասենք, հարգանքը։ Իսկ հարգանքը մենք պետք է ցուցաբերենք բոլոր այն կենդանի էակների հանդեպ, ովքեր մեր համեմատ ավելի բարձր դիրք են գրավում։ Հասկանում եք։ Հա, եւ ուրեմն այս ամեն ինչը ինքը իրականում շատ կարևոր բան է։ Հիմա տեսեք, եւ մենք ասում ենք, արիացիները ասում են, կա կարմա յոգա, գյանա, դհյանա, բhakti, չէ՞։ Հազար անգամ սա ասել եմ արդեն, հիմա չբացատրեմ, հույսով եմ արդեն բոլորդ այս 4 բառը հասկանում եք։ Չէ՞։ Հիմա տեսեք, այսինքն, երբ որ կենդանի էակը ինքը գալիս է նախասկզբնական կրոնականության դաշտ, չէ՞, այդ նախասկզբնական կրոնականության դաշտում ազնվորությունը ինքը շահագրգռված է պաշտպանված լինել նյութական աշխարհի տառապանքներից եւ ունենալ երջանիկ կյանք, այսինքն ինքը բարեպաշտ գործունեություն է կատարում, որպիսի ինքը արժանանա լավ բախտի։ Հիմա այստեղ ասվում է, որ տրանսցենդենտալիստները իրենք համարում են, որ դա ոչ թե պետք է կատարվի, որ ես լավ ապրեմ այս աշխարհում, այլ պիտի կատարվի, որպեսզի գոհ մնա գերագույն Աստծո անձնավորությունը։ Հա? Հիմա տեսեք, այսինքն իրականում, չէ, կենդանի էակի համար այդքան էլ եսի ինչ չի փոխվում։ Ինչու՞, որովհետև անկախ նրանից կենդանի էակը ինքը բարեպաշտություն է կատարում իր բարօրության համար, թե բարեպաշտություն է կատարում գերագույն Աստծո ազնվորությանը բավարանելու համար, չէ՞, միևնույն է, արդյունքը լինում է նույնը։ Բարեպաշտության դիմաց գերագույն Աստծո ազնվորությունը միշտ տալիս է պաշտպանություն եւ նյութական հաջողություն։ Հասկանում եք, բա ի՞նչն է փոխվում։ Տեսեք, ազնվորությունը ինքը կարող է մեխանիկորեն կատարել բարեպաշտ գործողություններ եւ մնալ կրքերի եւ տգիտության ազդեցության տակ կենդանի էակ։ Այսինքն իր ներսում լինել ազնվորություն, որը իրականում չի կարող գոհացնել գերագույն Աստծո ազնվորությանը։ Չէ՞։ Հիմա, երբ որ կենդանի էակը ինքը ինչ որ մի բանը անում է գերագույն Աստծո ազնվորության բավարարելու համար, չէ՞, այդ ժամանակ ինքը այդ մեխանիկական գործողություններին ավելացնում է, եթե կարելի այսպես ասել, ներքին ֆակտորը։ Հա, այսինքն ո՞րն է ներքին ֆակտորը։ Այսինքն մարդը ինքը կարող է, տեսեք, մարդը ինքը կարող է լինել նախանձ, արատավոր, հա, դաժան, էս ինչ է, բայց ինքը կարող է լսել, որ եթե դու աջակցում ես, օրինակ, չգիտեմ, աղքատներին, հա, քո հարստությունը պաշտպանված է լինում, օրինակ։ Չէ, տեսեք, ինքը մնում է ազնվորություն, որը շարունակում է կատարել արատավոր գործողություններ, ունենալով արատավոր բնություն։
բայց ինքը արել է ճիշտ գործողություն։ Այդ ճիշտ գործողության դիմաց Գերագույն Աստծո ազնվորությունը անպայման տալիս է նրան արդյունքներ։ Հասկանում եք։ Հիմա տեսեք, բայց նյութական արդյունքներ։ Հիմա կենդանիակը ինքը հասկանում է, որ իրականում Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այդ բարեպաշտության պաշարը հավաքելու խնդիրը դրել է կենդանիակների առաջ, չէ՞։ Ոչ նրա համար, որպեսզի անձնավորությունը ինքը բարիություն զարգացնի, այդ բարիություն եւ հարգանքի, այսինքն այնտեղ որտեղ ինքը կարող էր գոռոզ լինել, որտեղ ինչ-որ մեկը իրանից ավելի ցածր է, չէ՞, կամ կարող էր նախանձ լինել, որտեղ ինչ-որ մեկը իրանից ավելի բարձր է։ Գերագույն Աստծո անձնավորությունը ասում է, այստեղ դու պիտի լինես բարի, իսկ այնտեղ պիտի լինես խոնարհ։ Դա է, հա, որ Գերագույն Աստծո ազնվորությանը դուր է գալիս։ Հիմա, երբ որ մենք այդ նույն բարեգործությունը կատարում ենք ոչ թե մեխանիկորեն, այլ Գերագույն Աստծո ազնվորությանը բավարարելու համար, մենք այդտեղ մտցնում ենք ոչ թե միայն մեխանիկական գործողությունը, հասկանում եք, այլև նրա ներքին իմաստը։ Այսինքն անպայման գալիս ենք առաջի հերթին բարիության դաշտ, բարիության հիմք եւ համեստության հիմք, խոնարհության հիմք, նախանձից ազատ լինելու, ու ազատ այսպես միանգամից լրիվ ազատ չէ, բայց ամենայն դեպս նախանձը ղեկավարող։ Հասկանում եք, եւ այդտեղ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը բավարարվում է։ Որն է տարբերությունը, եթե երկու դեպքում էլ նույն բանն է տալիս։ Իրականում նույն բանը չի։ Երբ որ կենդանիակը ինքը այն ձևով ես քննարկեցի, գործողությունը կատարում է Գերագույն Աստծո անձնավորությանը բավարարելու համար, Գերագույն Աստծո անձնավորությունը տալիս է ոչ միայն նյութական պատասխան, այլև հոգևոր։ Եվ ժամանակի ընթացքում կենդանիակը ինքը սկսում է հոգևոր արդյունքը ավելի բարձր գնահատել։ Որովհետև, այո, իհարկե, ոչ մի բառերով հնարավոր չի բացատրել, թե ինչ է ստանում իր մեջ այն կենդանիակը, որը Աստծուց ստացավ հոգևոր պատասխան։ Դա կարելի է միայն փորձարկել։ Ու ես միշտ այդ օրինակն եմ բերում, եթե դուք երբեք ինչ-որ մի միրգ չեք կերել, ինչքան էլ ուզում եմ ես փորձեմ բացատրեմ այդ մրգի համը, միևնույն է, դուք ձեր կարծիքն եք կազմելու միայն այն ժամանակ, երբ այդ միրգը կծեցիք։ Հասկանում եք, դրա համար կան ինչ-որ տեղեր, որտեղ բառերը ոչինչ չեն տալիս, որտեղ բառերը իրականում դառնում են անիմաստ, այո, որտեղ այդ բառերի միջոցով հնարավոր չի նկարագրել, փոխանցել կամ բացատրել։ Ինչու՞։ Որովհետև նյութական աշխարհի բոլոր բառերը իրենք նախատեսված են կենդանիակի կեղծ եսը արտահայտելու համար։ Ուզում են դա բարիության խոսքեր լինեն, ուզում են կրքի, ուզում են ատելության։ Բոլոր դեպքերում խոսքը գնում է նյութական մարմնի հետ նույնականանալու, ուրեմն խնդրի մասին։ Չէ՞։ Եվ ուրեմն այստեղ այդ տարբերությունն է գալիս, որը իրականում ուղղակի անձնավորությունը ինքը պիտի փորձարկի, որ տեսնի, թե ինքը Աստծուց ինչ պատասխան ստացավ։ Չէ՞։ Հաջորդը, ինչ որ թվարկեց Գերագույն Աստծո անձնավորությունը, դա ասկեզաներն են։ Մենք դες հետ խոսացել ենք, ինչ է նշանակում ասկեզա։ Ասկեզա նշանակում է զսպված զգայարան, հա, կամ զգայարանները ղեկավարության տակ վերցնելու համար զգայարաններին տալ ուղակի իրանց պահանջի հակառակը։ Հա, օրինակ, նրանք ովքեր որ ասկեզաների ճանապարհով են գնում, այսինքն այդ ճգնությունների ճանապարհով են գնում, չէ՞։ Օրինակ, սովորաբար կենդանիակը ժամանակ առ ժամանակ սովի զգացում է ունենում։ Չէ՞։ Եվ ճգնություն է համարվում, երբ որ անձնավորությունը ինքը սոված է, բայց ասում է չեմ ուտելու։ Ուղղակի հակառակ պահանջին ուղղակի հակառակ։ Հասկանում եք, կամ ինչ որ մի բանի կարիք ունի, որը բնական է իր համար, եւ ինքը զրկում է իրան այդ կարիքից, հա։ Օրինակ, չգիտեմ, երբ որ արևը շատ է, ամառը
շոկ է։ Նրանք, ովքեր ճգնությունների ճանապարհով են գնում, չէ, իրանք ունեն այդպիսի սովորություն։ Իրանք Հնդկաստանում, հատկապես որտեղ են ճգնությունների կուլտուրան ինքը բան էլի, կա համենայն դեպս ինչ-որ մի մակարդակի վրա, ինչ են անում իրանք սարերում նստած, իրենց շրջապատում են ուրեմն խարույկով եւ նստում են այդ խարույկի մեջտեղը, երբ որ այնտեղից էլ արևն է, այսպես էլի, տժժան արևը վառում է մարդուն։ Հասկանում եք։ Կամ անում են ուղակի հակառակը։ Երբ որ սկսվում է ցուրտ եղանակը, չէ, իրանք բարձրանում են սարեր, Հիմալայներ օրինակ, չէ, բարձրանում են սարեր եւ այդտեղ որտեղ միշտ ջուն է, մտնում են գետի մեջ եւ այսպես միջև կոկորդը կանգնում են այդ սառը հոսող ջրի մեջ։ Որտեղ որ ձեռքը մտցնում ես, մի վայրկյանից դառնում է մանուշակագույն, կոպիտ ասած։ Սա կոչվում է ճգնություններ։ Չէ՞, երբ որ ազնվորությունը ինքը նյութական մարմնի պահանջներին հակառակ ինչ-որ բաներ է անում։ Հա, եւ դրա դիմաց Գերագույն Աստծո ազնվորությունը եւ կիսաստվածները սովորաբար բավարարում են կենդանեակի ցանկությունը։ Տեսեք, ուրեմն, բարեպաշտությունը ինքը այդպես որոշակի ինչ-որ ցանկություն բավարարելու համար չի։ Բարեպաշտությունը դու որ թեմայով որ աջակցում ես կենդանեակներին, այդ թեմաներում քո համար ստանում ես թեթև կյանք։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա իսկ ճգնությունները իրենք այսպես բան էլի որոշակի ինչ-որ մի ցանկություն իրականացնելու համար են նախատեսված։ Հասկանում եք։ Եվ ասենք ինքը այսպես է, օրինակի համար, չգիտեմ, մարդը ինքը ասում է, ես մի ամիս, չէ, օրինակ, այդպես ամեն օր նստելու եմ խարույկով կրակի մեջտեղը ժամերով։ Հա, եւ երբ որ կիսաստվածները կամ Գերագույն Աստծո ազնվորությունը բավարարվում են դրան, այդ ազնվորության մանով, չէ, ինքը այդ կրակի մեջտեղը նստած, ուղղակի մտովի ասում է ինքը ինչ է ուզում։ Առաջներում կիսաստվածներն իրանք ներկայանում էին, գալիս էին ասում էին ինչ ես ուզում, այսաշուտով մենք արդեն կվերջացնենք մի պահել կմտնենք փիլիսոփայության մեջ, դուրս կգանք այդտեղից եւ արդեն կմտնենք պատմությունների մեջ մինչեւ վերջ, չէ՞։ Եվ այդ պատմությունների մեջ մենք հաճախ կտեսնենք այնպիսի իրավիճակ, որ կենդանեակը ինքը մտավ, սկսեց ճգնություններ անել եւ հենց նույն Տեր Բրահման ինքը կգա եւ կասի ինչ ես ուզում։ Այդ ազնվորությունը կասի ինչ բանն եմ ուզում, ինքը կասի եղավ։ Ինչու, որտեղ ճգնություններ ես կատարել։ Հասկանում եք։ Հիմա հաջորդը ինչ որ թվարկվեց, դա զոհաբերություններն են։ Չէ՞։ Զոհաբերությունները դա ոչ թե միայն ոչխար մորթելն է։ Իրականում Աստված ոչ մի ոչխարի կարիք չունի։ Ես արդեն քննարկել եմ, չէ՞, որ արիացիները իրանք կենդանիներ էին զոհաբերում, ոչ թե որովհետև այդ կենդանիների կարիքը ունի Գերագույն Աստծո ազնվորությունը։ Իրան կենդանու ոչ արյունը, ոչ էլ դիակը ընդհանրապես պետք չի։ Բարձրակարգ արիացիները, հա, իրենք ուրեմն սովորաբար հիմնականում սնվում էին բուսական կերակրով, բուսական ուտելիքով։ Բայց նրանք, ովքեր կոչվում էին շուդրաներ, այսինքն բանվոր գյուղացիական դասակարգը, դա հոգևոր տեսանկյունից, դա այ առաջի քայլերը կատարող, ես շատ չեմ սիրում, երբ որ շուդրաներին, այսպես վիրավորական են վերաբերվում, դրանք ընդամենը հոգևոր կյանքում սկսնակներն են, այսինքն նրանք, ովքեր առաջի քայլն են անում։ Հա, դա նույն բանն է, ոնց որ ասենք 10-րդ դասարանցին ինքը գոռոզություն ունենա առաջի դասարանցու համեմատ։ Բայց առաջի դասարանցու միակ մեղքը կայանում է նրանում, որ ինքը այդ պահին ընդամենը 6 տարեկան է։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն այդտեղ բան չի, էլի գոռոզության խնդիր չի, ընդամենը ժամանակի, չէ՞։ Եվ այդ բանվոր գյուղացիական դասակարգը դա նրանք են, ովքեր առաջի քայլն են անում հոգևոր դաշտում։ Հիմա տեսեք, այդ առաջի քայլը կատարողները իրանք ինչ ունեն։
Իրանք ունեն այսպիսի բնություն, չէ՞։ Իրանք ունեն որոշում ենթարկեցնել իրենց կյանքը Գերագույն Աստծո անձնավորության կամքին, բայց դեռ հոգևոր պրակտիկա կամ հոգևոր առաջընթաց չունեն։ Այսինքն իրանց հոգեբանությունը դեռ գտնվում է տգիտության եւ կրքերի գոյավիճակի ազդեցության տակ, այո։ Եվ հենց դրա համար է, որ այդպիսի կենդանիակներին արիացիները երբեք ոչ մի պարագայում, որտեղ ուզում էր ծնվեր այդ կենդանիակը, եթե ինքը չէր ցույց տալիս հոգևոր զարգացման մակարդակ, իսկ դա շատ հեշտ է էլի բարձրաբանելը, հա, եթե ինքը դա ցույց չէր տալիս, իսկ դրա ամենակարևոր գործոնը դա հասկացողությունն է։ Մենք պետք է նայենք, թե կենդանիակը ինքը ինչ է հասկանում կրոնի մասին կամ կրոնականության կյանքի։ Հասկանում եք, դա միանգամից խոսում է նրա անցյալ կյանքերի փորձի մասին։ Հիմա, տեսեք սիրելիներս, չէ՞, եւ ուրեմն իրանք, որոնք իրանք գտնվում են դեռ տգիտության գոյավիճակի ազդեցության տակ, իրանք դեռ մեկ-մեկ սուր կարիք են ունենում դիակ ուտելու։ Հատկապես նրանք, ովքեր տգիտության գոյավիճակի ազդեցության տակ են։ Հասկանում եք, տեսեք, չի օրինակ ասենք Աստվածամերժության դարաշրջանը ինքը հիմնականում ծնվում են այն կենդանիակները, որոնք իրանք տգիտության գոյավիճակի ազդեցության տակ են։ Երբ որ ազնվորությունը ինքը իր մեջ ունենում է կրքերի ազդեցության, բաչը մենք իրանց համարում ենք հավարյա առաքինի անձնավորություններ, որովհետև իրանք, այսպես էլի, քաղաքակրթության հանդեպ հակում ունեն։ Հասկանում եք, չէ՞։ Եվ եթե ուշադիր նայեք, դուք կտեսնեք, որ այ հիմնականում մեր դարաշրջանի մարդիկ ահա որ կապված են մսակերությանը։ Դա հենց այդ տգիտության գոյավիճակի ներկայացուցիչներ են իրանք, հասկանում եք։ Եվ արիացիները իրենք այդ զոհագործությունների ժամանակ ոնց որ Գերագույն Աստծո անձնավորությունը արարիչը ինքը հենց այդպես էլ դրել էր, որ այդ կան կենդանիակներ, որոնք իրենք բանեն այդ կարիքը ունեն, ուրեմն հեծենպես այդ կենդանիներին չմորթեք։ Առաջարկում եք ինձ, խնդրում եք ինձ, որ ես հոգ տանեմ այդ կենդանիների հոգու մասին, որ էվոլյուցիա ապրի կենդանին, հա, եւ հետո արդեն դիակը ինչ ուզում եք արեք։ Հասկանում եք։ Այսինքն զոհագործությունը Աստծո տեսանկյունից ինքը դա է, որ այդ դրան դիմաց, որ քեզ ժամանակից շուտ մորթում են, հա, ցավ են պատճառում, այդպես ես մահանում, չէ՞։ Ես դրա դիմաց, եթե քեզ ինձ է զոհագործել, ես դրա դիմաց այն հոգուն, որը գտնվում է այդ կենդանի մարմնի մեջ, տալիս եմ բարձր, ուրեմն զարգացում։ Իսկ դիակը խնդրեմ կերեք, որտեղ այդ դիակի մեջ այլևս մեղք չկա։ Եվ սա շատ կարևոր, ուրեմն բան է, կետ է։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա իսկ բարձր հոգևոր զարգացում ունեցողները, չէ, իրանք զոհաբերում են, ուրեմն յուղ, զոհաբերում են հացահատկեղեն, զոհաբերում են ոսկեղեն, հասկանում եք, շատ ավելի բարձր բաների մասին է խոսքը, չէ, եւ դրա դիմաց կիսաստվածները կամ Գերագույն Աստծո անձնավորությունը տալիս է այդ հասարակությանը հիմա զոհաբերեցին հացահատկեղեն, միշտ ունենում են լավ բան, ուրաժայ, հայերեն, ուրաժայ, գիտեք, մեկ այնպիսի բառեր են տանում, որ չեմ կարող, չի ասել, որ չգիտեմ բառը, բայց հիմա այս պահին չի գալիս։ Բերք, հա, տեսեք, հա, ուրեմն, զոհաբերեցին բաներ, հացահատկեղեն, ստանում են լավ բերք, զոհաբերեցին ոսկեղեն, ունենում են հարստություն, հասկացաք այդպես է գալիս, էլի, որ ինչ կարիքի համար, որ զոհաբերում են, հասկանում եք, չէ, և հիմա տեսեք այն նույն գաղափարն էլ էստեղ է գալիս, չէ, որ այդ զոհաբերությունները նույնպես պիտի կատարվի Գերագույն Աստծո անձնավորությանը բավարարելու համար, չէ, այսինքն, այն մենք խոսեցինք դրա մասին, չէ, որ նախասահմանումը
ինքը կարող է լինել այնպես, որ բերի կենդանի էակին, ասենք, ինչ-որ բարդություններ։ Եվ հիմա, օրինակ, մենք դες այդ շուտով պատմություն կանցնենք 4-րդ երկում, չէ, որտեղ արքան ինքը շատ մեծ զոհագործություն կկատարի, որպեսզի կարողանա իր արքայի պարտականությունները պատշաճ կերպով կատարի, այսինքն որպեսզի իր նախասահմանը ոչ մի բան չխոչընդոտի։ Եվ ինքը կարողանա լինել արիական քաղաքակրթության արժևայել արքա։ Այս ամենասկզբից, երբ որ իրան արդեն թագադրում են, ինքը այդ զոհագործությունն է անում, որ լավ արքա լինի։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա եւ դա նշանակում է զոհագործություն կատարել Աստծո բավարարման համար։ Կամ այսինքն բոլոր գործողությունները կարելի է կատարել ինքնաբավարարման համար, եւ այդ ժամանակ սանսկրիտ լեզվով նրանք ովքեր որ տեղյակ են, ասեմ որտեղ են գնի, էլի, սանսկրիտ լեզվով դա կոչվում է կարմականդա, այսինքն երբ որ նույն գործողությունը ինքը կրոնական գործողություն է, բայց կատարվում է կենդանեակի էգոն բավարարելու համար։ Հենց որ խոսքը գնում է նրա մասին, որ կենդանեակը այդ նույն գործողությունը կատարում է Աստծուն բավարարելու համար, դա կարմականդայից դառնում է կարմայոգա։ Հասկանում եք։ Հիմա, չէ՞, եւ հաջորդը Արարիչը ինքը ասեց բարեգործությունը, սա արդեն բարեպաշտ գործունեության շատ նման է, չէ՞, եւ միստիկ յոգայի։ Հա։ Տեսեք, միստիկական յոգան, այստեղ երբ որ միշտ ասվում է միստիկ յոգայի, դա խոսացվում է նրա մասին, որ երբ որ կենդանեակը ինքը անում է նախասկզբնական յոգայի նախասկզբնական վարժությունները, որը մեր ժամանակներում կոչվում է երկու տեսակ՝ հաթխա յոգա, ռաջա յոգա, չէ՞, այսինքն յոգա, որը արվում է մարմնի համար, եւ յոգա, որը կատարվում է բանականությունը մարզելու համար, չէ՞։ Ուրեմն այս երկու յոգաները, չէ՞, իրանք իրականում շատ ուժեղ կարգավորում են կյանքի ուժը մարմնի մեջ։ Հա, եւ երբ որ այդ կյանքի ուժը ինքը կարգավորվում է եւ հայտնվում է կենդանեակի ղեկավարության տակ, այսինքն կենդանեակը ինքը շատ լավ զգում է այդ բաները, այդ կյանքի հոսքերը իր մարմնի մեջ, չէ, իսկ յոգայի վարժությունների ընթացքում ինքը դա անպայման զարգացնում է այդ ունակությունը, առաջի բանը որ գալիս է, մենք դες դա քննարկել ենք, չէ, որ հոգևոր կյանքում իրականում, չէ, այդ հոգևոր կյանքի բոլոր փուլերում, հա, ազնվորությունը ինքը բան ունի, բոլոր փուլերում ինքը ունի նյութական արդյունքը սկզբից, հետո նոր երկրորդ հերթին հոգևորը։ Ոնց որ ամեն փուլում կենդանեակը ինքը մի հատ բան անցնի, էլի, տեսեք, այսինքն գերագույն ինձ այդ դրվածքն է շատ դուր գալիս, որ ասենք գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ինչպես է վարվում։ Ինքը ասում է, այ դու ինչ-որ մի բան ճիշտ արեցիր, դու հիմա հələ որ ապրում ես նյութական աշխարհում։ Վերցրու նյութական պտուղը, ուզում ես։ Եվ կենդանեակը, եթե ինքը դեռ հոգեպես հասուն չի, ինքը անպայման ցնծություն է ապրում այդ նյութական բանից, նյութական արդյունքից։ Ինքը վերցնում է այդ արդյունքը եւ սկսում է վայելել ուրախությամբ, որ այ Աստված ինձ օժտեց այսինչ նյութական բանը։ Հասկանում եք, եւ իր համար դա է Աստծո ողորմածության արտահայտությունը։ Բայց հիմա այսպես ասեմ, էլի, եթե կենդանեակը ինքը գոնե մի անգամ սխալվեց եւ գերագույն Աստծո ազնվորությանը ասես, չէ, չեմ ուզում նյութական արդյունքը, բա եթե նյութական չէ, բա ինչ արդյունք ես կարող տալ։ Եվ գերագույն Աստծո ազնվորությունը ինքը տա հոգևոր արդյունքը, այդպիսի կենդանեակը այլևս երբեք նյութական արդյունքի հետևից չի վազի։ Դա չի նշանակում, որ ինքը անպայման կլինի աղքատ, կամ անպայման կլինի արհամարված, կամ անպայման ինչ-որ մի վատ բան կլինի, դա չի նշանակում։ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքն է այդ ժամանակ որոշում, թե նյութական տեսանկյունից ինչ տա։ Մենք դա մի անգամ կարծեմ քննարկել ենք։ Ես այդ ժամանակ բացատրեցի, որ կա երկու սկզբունք։
Մեկը դա նա է, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ասում է, որ երբ որ մարդը ինքը զբաղվում է հոգևոր կյանքով, ինքը ասում է, ես պահպանում եմ այն, ինչ որ ինքը ունի, եւ տալիս եմ այն, ինչը որ ուրեմն ինքը ինչի կարիքը որ ինքը ունի։ Հա? Եվ երկրորդը ուղակի այս պնդումին հակառակ պնդում է։ Ինքը ասում է, ես խլում եմ կենդանի էակից, հա, ամեն ինչ, որպեսզի իր մտերիմները իր հանդեպ նյութական հետաքրքրությունը կորցնեն։ Եվ տեսեք օրինակ, երբ որ հնչում է առաջի ասացվածքը, չէ՞, բոլոր նրանք, ովքեր որ զբաղվում են հոգևոր կյանքով իրենց նյութական կյանքը կարգավորելու համար, իրենք հանգստանում են, թուլանում են, հանգստանում են, ամեն ինչ նորմալ է, ուրեմն Գերագույն Աստծո, ինձ մնում է մենակ ես զբաղվեմ կրոնով, եւ երբ որ ես զբաղվում եմ, Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը կվերցնի, բան, կնայի, կտեսնի, ես ինչի կարիք ունեմ եւ այդ ամեն ինչը ինձ կլրացնի։ Ես փաստում եմ, դա հենց այդպես է։ Գերագույն Աստծո ազնվորությունը, եթե ինքը մնաց բավարարված, չէ, ինքը պարտադիր այդ օրենքը այդ իր խոստումը անմիջապես կատարում է։ Եվ ինքը նայում տեսնում է, թե այն ինչ որ ունի կենդանեակը ինքը պահպանում է, այսինքն ոչ մեկին թույլ չի տալիս, որ ձեռ տան այդպիսի ազնվորության ունեցվածքին, չէ։ Եվ հաջորդը դա նա է, որ ինքը տալիս է այն ինչի կարիք, որ այդ կենդանեակը ունի։ Տեսեք, ինչքան շատ կարևոր է, էլի։ Չի հասցնում, որ կենդանեակը իրան խնդրի դրա մասին։ Իրականում հոգին ինքը պետք է հոգևոր կյանքում մի թեմայի վրա կենտրոնացած լինի, թե ինչպես օրեցօր իր հոգին մաքրագործելու հաշվին մոտենա Գերագույն Աստծո ազնվորությանը գոհացնելու կետին։ Մնացած ամեն ինչի մասին աղոթել եւ խնդրել Աստծուն անհրաժեշտություն չի առաջանում։ Որովհետև երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը բավարարվում է, ինքը հենց այսպես է վարվում։ Հիմա, բա ոնց այս ամեն ինչի մեջ ոնց մտցնենք իր երկրորդ արտահայտությունը, երբ որ ինքը ասում է ես ամեն ինչ խլում եմ։ Եվ այստեղ ես այն ժամանակ, ինչքան եթե ճիշտ եմ հիշում ասել եմ, էլի, ուղղակի հիմա կկրկնեմ։ Այն ժամանակ ես դա բացատրեցի, որ իրականում այս երկրորդ սկզբունքը Գերագույն Աստծո ազնվորությունը կիրառում է միայն եւ միայն բարձր հոգեվոր զարգացում ունեցող կենդանի էակների հանդեպ։ Հասկանում եք, այ որոնք իրանք արդեն պատրաստ են, որ զբաղվեն միայն հոգեվոր կյանքով, չէ՞, բայց կոպիտ ասած իրենց ոտքերի վրա ունեն կախված ինչ-որ նյութական պարտականություններ, չէ, որտեվ, ասենք, իրենց շրջապատը ամեն մարդ ինքը ինչ-որ մի շրջապատում է ապրում, չէ, ինչ-որ մի ընտանիքում, եթե ամուսնացած է եւ ընտանիք ունի անձնական, ուրեմն ունի երեխաներ, որոնք իրենից կախված են, ունի ծնողներ, որոնց մասին պիտի հոգ տանի, ունի ամուսին կին, որին պետք է ծառայի կամ պաշտպանի, հասկանում եք, չէ, ուրեմն այդ բոլոր պարտականությունները իրանք ուշադրություն են պահանջում, հա, հիմա քանի դեռ հոգևոր մարդը ինքը չի հասունացել այն գծի մեջ, որ ինքը պատրաստ է զբաղվել միայն հոգևոր կյանքով, Գերագույն Աստծո ազնվորությունը իրանից ոչ մի բան չի խլում։ Ինքը մնում է այն ազնվորությունը, որի վրա ինքը կիրառում է առաջի սկզբունքը։ Նայում եմ, ինչ ունի, պահպանում եմ, ինչ չի հերիքում, ավելացնում եմ։ Հենց որ արդեն գալիս է այդ պահը, երբ որ կենդանեակը ինքը հասունացել է հոգևոր կյանքի համար, այդտեղ Գերագույն Աստծո ազնվորությունը, այսինքն ինքը հասունացել է, բայց իր շրջապատը իրան բաց չի թողնում։ Ինչու՞։ Որովհետև ամեն մեկը իր վրա ինչ-որ նյութական հույս ունի դրած։ Մեկին ինքը պիտի մեծացնի, մյուսին պիտի ծառայի, մյուսին պիտի պաշտպանի, այս մեկին պիտի, չգիտեմ, հոգ տանի, մեկը եսիմինչ է, հասարակություն է, էդ, չէ՞։ Այդ ժամանակ, երբ որ ինքը ազնվորությունը պատրաստ է միայն հոգևորով զբաղվելու, իսկ իր շրջապատը իրան ներքև է քաշում դեպի նյութական պարտականություններ կատարելը,
Այդ ժամանակ Գերագույն Աստծո աստավորությունը ինքը կարող է այդպիսի աստավորությունից ամեն ինչ խլի, որպեսզի իր մտերիմները նյութական շահ իրանից չունենան։ Եվ այսպես էլ իրանից, եթե կոպիտ ասեմ, իրանից ձեռ քաշեն։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն իսկ ինչ արդեն խոսքը գնում է, ասենք, չէ՞, եւ այդ ժամանակ կենթանիակ ինքը քանի գնում, խորանում է դեպի հոգեվոր զարգացում, չէ՞։ Հիմա միստիկական յոգան դա մի պրակտիկա է, որը մեր ժամանակներում խիստ խեղաթյուրված է, ինչու համար, որովհետեւ յոգայով, հասկանում եք, այդ մենք կոչում ենք յոգա, չէ՞, այդ յոգայով զբաղվում էին այն կենթանիակները, որոնք իրենք անցել են կարմա յոգան եւ նյութական երջանկության տեսանկյունից այսպես կշտացած են, որտեղ բոլոր տեսակի երջանկությունները փորձարկել են, անցել են գյանա յոգան, այսինքն զարգացրել են իմաստություն եւ այդ իմաստության հիմքի վրա հրաժարում։ Հասկանում եք, յոգայով զբաղվում էին իմաստունները, որոնք արդեն բարձրացակ, այսպես ինքնաբուխ հրաժարում ունեին այս աշխարհից։ Յոգան ինքը դրա համար չի նախատեսված, որ գնանք ինչ-որ միտեղ նստենք 2 ժամ պարապենք, հետո վերադառնանք աշխարհ։ Դա ֆիզկուլտուրա է, դա յոգա չի։ Հասկանում եք, առանց տեղանալու էլ ինձանից։ Տեսեք, մենք հիմա կլասիկան ենք քննարկում եւ տեսնում ենք, թե իրականում, ասենք, դա ինչ կառուցվածք ուներ եւ ժամանակակից մարդը դա ինչի է վերածել։ Չեմ ասում, որ դա օգուտ չի տալիս։ Իհարկե տալիս է, բայց նյութական, որտեղ կատարվում է որպես նյութական վարժություն։ Այսինքն նյութականը ո՞րն է։ Նյութականը մենակ մարմինը չի, համ կոպիտ, համ նուրբ մարմինն է կարգավորում։ Այսինքն եւ նյութական մարմնի աշխատանքը, եւ միտքը, եւ բանականությունը։ Եվ մարդը դա անցալում է որպես եսիմինչ հոգևոր արդյունք։ Դա հոգևոր արդյունքներ չեն, դա նյութական արդյունքներ են։ Ուրեմն յոգայով զբաղվում էին այդ կենթանիակները։ Հենց որ իրանք սկսում էին յոգայով զբաղվել, այսինքն սկսում էին ղեկավարել կյանքի ուժը, արդեն կոնկրետ, ոչ թե փիլիսոփայել եսիմինչ, այլ կոնկրետ ղեկավարել, չէ՞։ Առաջի բանը, որ իրանք ստանում էին, դա նյութական արդյունքներ։ Որն է յոգայի առաջին նյութական արդյունքը՝ միստիկական ուժերը։ Եվ այդպիսի յոգերը, այն նրանք, որոնք հասել են միստիկական մակարդակի, չէ, իրանք կարողանում են լինեն փետուրից թեթև, մոլորակից ծանր, կատարել իրենց ցանկությունները, մենակ իր ցանկությամբ թռնել օդով, հա, մենակ իր ցանկությամբ կարող են ձեռքը իրենց էլի նուրբ մարմնի ձեռքը կարող են տանել ցանկացած մոլորակ, ցանկացած վայր եւ այնտեղից վերցնեն ցանկացած բան։ Չէ, ես մի անգամ ասել եմ, որ տեսեք, հիմա արդեն այդպիսի բաները չեն անում, որտեղ դե անցավ, չէ, բայց երբ որ ես փոքր էի, դեռ շատ այսպես ապրում էին այդ հին դիցաբանությունը, չէ, եւ այնտեղ ասենք ֆիլմերը նկարվում էին այդ սյուժետներով եւ այնտեղ շատ կային այդպիսի կախարդներ, որ ասենք ինքը այսպես ձեռքը բաղում էր, մեկ էլ հոպ ձեռքի մեջ խնձոր էր հայտնվում կամ ինչ-որ մի բան, որը իրան պետք էր։ Այդ ուժն էր, որ ինքը կարողանում է այնտեղից ձգի, բերի այստեղ եւ իր ֆիզիկական ձեռքի մեջ իրը հայտնվում է։ Հասկանում եք։ Իրանք կարողանում են միակ ցանկանալով, այնինքն որ պրոստո ուզենա տիեզերքում մոլորակ է առաջանում։ Դուք հասկանում եք ինչ ուժերի մասին են խոսում արիացիները, հա? Բայց իրանց յոգերը հենց այդպիսի արդյունքներ ունեին։ Չէ՞։ Հիմա տեսեք, այդ դա էլ կարելի է օգտագործել սեփական ցանկությունները կատարելու համար, չէ՞, իսկ կարելի է ծառայացնել Աստծուն, որտեղ յոգայի վերջնական արդյունքը դա նա էր, որ կենթանիակը ինքը իր սրտի մեջ հայտնաբերում էր գերհոգուն։ Այսինքն տեսնում էր, այ բուկվալնը տեսնում էր գերհոգուն իր սրտի մեջ եւ բոլոր ուրիշ կենթանիակների սրտի մեջ։ Եվ երբ որ ինքը այդ դա տեսնում էր, չէ, իր մոտեցումը, իր գնահատականը աշխարհի իրականության, չգիտեմ, ես ամեն ինչ որ կատարվում է, 180 աստիճան փոխվում էր։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ հիմա Գերագույն Աստծո անձնավորությունը այդ միստիկական յոգայի մասին է խոսում։ Դե մեդիտացիան արդեն ինքը բան է, էլի, ոնց որ այդ միստիկական յոգայի հոգևոր արդյունքն է։
Եթե ինքը վերցրեց միստիկական յոգայի միստիկական ուժերը եւ սկսեց ինչ-որ չարություններ անել, խաղանել այդ միստիկական ուժերով ինքը իր համար ինչ-որ բաներ ստեղծել, անել, ազդել եսի ինչ, ինքը գնաց նյութական արդյունքների հետևից։ Եվ ինչ-որ մի ժամանակով կանգնացրեց իր հոգևոր աճը։ Հա, հիմա, իսկ եթե ոչ, ուրեմն ինքը գնում է, շարունակում է եւ դա դառնում է մեդիտացիոն յոգա, այսինքն երբ որ ինքը ոչ մի այդ ուժերից ոչ մեկով չի օգտագործում, հա, եւ օգտագործում է միայն մի ուժը, որ ոչ մեկ չկարողանա իրան մոտենա, երբ որ ինքը կենտրոնացած է իր ներսում։ Վերջ։ Հասկանում եք։ Չէ՞։ Եվ ուրեմն այդպիսի հաստատությունների մասին է խոսքը, երբ որ խոսում են օրինակ, որ Կայլաշ սարին ամեն մեկը չի կարող մոտենա, Հիմալայ ամեն մեկը չի կարող գնա, այնտեղ այնտեղ կան վայրեր, որտեղ այդ միստիկներն են նստած ու յոգերը, այսինքն, չէ, եւ իրանք այդպիսի դաշտ կարող են ստեղծել, որ ամեն մեկը այնտեղ չկարողանա անցնի։ Իրանք կարող են զգալ ով է գալիս եւ թույլ տան կամ թույլ չտան, որպեսզի գա։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա տեսեք երբ որ արդեն խոսքը գնում է մեդիտացիոն յոգայի մասին, չէ՞, այդ կենթանիակը խորասուզվեց իր մեջ։ Հիմա ինքը կարող է խորասուզվի, որ հայտնաբերի, որ ինքն է հոգի, այսինքն իր նպատակը նորից ինքնաբավարարումն է։ Եվ կարող է խորասուզվի, որ հայտնաբերի Աստծուն։ Հա, թեկուս ինքը այսպես է։ Եթե կենթանիակը ինքը հայտնաբերում է իրեն որպես հոգի, հա, որպես բան երկրորդական արդյունք ինքը հայտնաբերում է գերհոգուն եւ հակառակը, եթե ինքը հետապնդում է նպատակ հայտնաբերել գերհոգուն, ինքը հայտնաբերում է ինքը իրը։ Որովհետեւ ինչու՞, մենք դա ամենասկզբից խոսացել ենք, չէ՞, որովհետեւ կենթանիակը եւ Գերագույն Աստծո ազնվորությունը իրանք այսպես կապված են իրար հետ, իրանք նույն բանն են որակապես։ Հա, եւ մենք հենց դա այդպես ենք, չէ՞, բացատրել, որ ինչպես է ստացվում, որ կենթանիակը ինքը չի գիտակցում, որ ինքը հոգի է։ Այ դա այդպես է լինում, որ կենթանիակն ու Գերագույն Աստծո ազնվորությունը իրանք հավերժ կապ ունեն, եւ այդ կապը հնարավոր չի կտրել։ Եվ եթե կենթանիակը ինքը չի ուզում գիտակցի Աստծուն, դրա երկրորդական արդյունքը լինում է դա, որ ինքը դադարում է գիտակցել ինքը իրան։ Որտեւ եթե ինքը իր մասին ճշմարտությունը գիտակցի, ինքը չի կարող չգիտակցել Աստծուն, որտեւ ինքը Աստծո անբաժանելի մասնիկն է, ինքը արարված չի, ինքը անբաժանելի մասնիկն է։ Սա լրիվ ուրիշ բանի մասին է խոսքը։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ ուրեմն եւ այստեղ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ասեց, որ այս բոլոր process-ները, որոնք իրենք հոգեվոր կյանքին բնորոշ process-ներ են, պետք է կատարվեն որպես ուրեմն Գերագույն Աստծո ազնվորությանը գոհացնելու process-ներ։ Եվ այստեղ եկեք ես այստեղ այսօր կանգնեմ, թեկուզ եւ 4 տեքստ կարդացի, որովհետեւ եթե ես հիմա չկանգ չառա, թեման ինքը շատ մեծ է եւ դասախոսությունը ինքը շատ կծավալվի։ Այսօր այսքանը սիրելիներս, տեսություն ձեզ։